Լավ տեղ չի տանելու, ինչու, որովհետև բևեռացնում է հասարակությանը, որը տեղից ավելի բևեռացված էր, քանի որ մեթոդը սխալ է ընտրված իշխանությունների կողմից։ Եթե մենք պիտի պատասխանենք հայհոյանքով, մենք ասելով իշխանությունները պատասխանեն հայհոյանքով, վիրավորանքով, նույնպես ինչպես իդեպ սկսել է եկեղեցին, եկեք անկեղծ ասենք, որ այս քանի տարի արդեն իշխանափոխությունից հետո անդադ թիրախավորում են Փաշինյանին, անձնականները, ընտանիքը, հարաբերություններ, շատ տեղ խոսակցություններ, այդ Գալստանյանի շարժումը նույնիսկ չեմ էլ ուզում ասել ինչ լեքսիկոններ օգտագործում, այսինքն պայքարը սկսել է եկեղեցին։ Իդեպ Փաշինյանը 2008-ից հետո առաջ տարավ այդ գիծը, իմ տարբերություն, իմ կարծիքով սխալ էր դա, որ եկեղեցում էլ պիտի փոփոխություններ կատարվեն եւ նա փորձեց հաշտվել եկեղեցու հետ, բայց վերջերս հատկապես քաղաքական թեմաներով միջամտությունը եկեղեցու սրել է հարաբերությունները։ Եկեք բարձ ասենք, եթե եկեղեցին լռեր, Փաշինյանը չէր նկատի, որ Գարեգին երկրորդը զավակ ունի, բոլորն է գիտեին դրա մասին, այստեղ նույնիսկ ես զարմանում եմ, ժողովուրդը ինձնից ավելի շատ է տեղեկացված, քանի զավակ ունի եւ որտեղ, այսինքն սա առիթ էր այս եկեղեցուն զսպելու, որ քաղաքական հարցերին չմիջամտի եւ իրեն չքննադատի, ես իր տեսանկյունն եմ ասում։ Իսկ իմ տեսանկյունը այն է, որ եկեղեցին իրավունք ունի տեսակետ ունենալ, բայց այդ քննադատությունը պիտի լինի հավասարաչափ եւ օբյեկտիվ։ Այսինքն քննադատեք, ես էլ եմ քննադատում Փաշինյանին, իր սոցիալական սխալ քաղաքականության, տնտեսական, բանակում բարեփոխումներ չանելու, արտաքին քաղաքականության համար, Արցախի հարցի փակման համար, որը մեզ խաղադրույք էր, ես խոսել եմ դրա մասին, չափից դուրս խաղաղության մասին խոսելու համար, բայց միելի կողմեր կան այնտեղ, իդեպ նրանց մեղքերը ոչ պակաս կարևոր են, կամ քննադատում են արևմուտքին, Ռուսաստանին էլ պիտի լինի քննադատություն, եթե չկա դա, ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից է ամեն ինչը կարգամ հայ եկեղեցի եւ Հայաստան հարաբերությունները, պետություն ես կասեի, եւ դա լավ չի, դա սպառնում է մեր ազգային անվտանգությանը, այնպես էլ չի, որ գաղտնիք է։ Այսինքն այդ վտանգները, որը ենթադրում ենք իշխանությունը զգում է, բավականին շոշափելի են, այսինքն մեծ է այդ վտանգի կշիռը։ Ես կառանձնացնեի երկու վտանգ, մեկը իշխանությունների հանդեպ վտանգ մյուսը պետության հանդեպ։ Ինչու եմ այստեղ առանձնացնում, որովհետև շատ հարցում ես ինքս չեմ կիսում Փաշինյանի քաղաքականությունը եւ ասում եմ քննադատությունը նորմալ է, բայց նախ եկեղեցին իրավունք չունի համանդությունից դուրս գալ եւ կոչեր անել բռնի հեղափոխությունների, դեռ մի կողմ որ հայ եկեղեցի եւ պետություն հարաբերությունների շրջանակից էլ են դուրս գալիս։ Երկրորդը եկեղեցին ինքը առաջ է տանում Ռուսաստանի քաղաքականությունը, որևէ խոսք չի ասում Ռուսաստանի հասցեին, արևմուտքում է գնում այսպես բարձրաձայնում Արցախի հարցը, հենց Արցախի հետ կապված որևէ դիրքորոշում չի արտահայտել, թե որ կենտրոններն էին դրա մեղավորը, չեն քննադատում նախկին իշխանություններին, այսինքն վտանգը այն է, որ եկեղեցին կփորձի օգտագործելով մեր հավատքը եւ հարգանքը եկեղեցու ինստիտուտի հանդեպ, այստեղ գնալ սրացումների դա միայն իշխանությունների դեմ չէ, այլ հենց պետության եւ հրահրելու օրինակ ադրբեջանական կողմին, այսինքն վտանգները շատ մեծ են եւ ցավալիորեն հիմա մենք որ քննադատում ենք առանձին հոգևորականների, դա անցալվում է եկեղեցու դեմ քննադատություն, բայց ես միշտ ասում եմ, պետք է տարբերակենք, այնտեղ հազարավոր բարեպաշտ հոգևորականներ կան եւ 2-3 հոգու քաղաքականությունը չվերագրենք ինստիտուտի, դեպ իրենք փորձում են դա վերագրել եկեղեցուն, դուք մեզ քննադատում եք, դուք եկեղեցու դեմ եք, եկեղեցու դեմ են նրանք, ովքեր չեն հարգում եկեղեցու օրենքները եւ մեր Տեր Աստծո պատվիրանները։ Այլ հարց է, որ պետք է այն հոգևորականները, ոնք չեն կիսում այս տեսակետը, խոսեն, որովհետեւ պետությունը գործիքակազմ չունի ներսում կարգավորումներ անելու, իսկ եթե չխոսեն, ամբողջ եկեղեցին վարկաբեկվում է։ Վարչապետը ակնկալում է այդ երևի առանձին հոգևորականների դիրքորոշման հայտնում, բայց սպասեք, որ եկեղեցու ներսում իսկապես կգտնվեն առանձին հոգևորականներ, որոնք կունենան համարձակություն իրենց դիրքորոշումը հայտնել։ Ես կարծում եմ դա միայն ժողովրդի ճնշման ներքո կլինի, որովհետև հոգևորականներն կսպասեն, որ ժողովրդի իր ձայնը ասի, թե ժողովրդը ինչպես դա կասի, ոչ իհարկե Facebook-ում հայհոյելով, հուսով եմ, չգիտեմ, ցույցերն են, չեմ կարող ասել, օրինական մեթոդներով ժողովուրդն է եկեղեցու հոտը, այսպես ասած, եթե ժողովուրդը զգում է, որ իր եւ եկեղեցու կապը
կորել է կամ վնասվում է ինչ-ինչ անձանց պատճառով, ժողովուրդը իրավունք ունի իր տեսակետը արտահայտել, այլ հարց է, որ ժողովուրդը հավաքական հասկացությունն է, մի հատվածը կարող ասի ճիշտ է անում Աջափահյանը, մյուս հատվածն ասի օրինակ ճիշտ չի անում, բայց եթե ճնշում լինի իրական ժողովրդի լայն մասաների կողմից, այդտեղ լուրջ փոփոխություններ կարող է լինել եւ ես նույնիսկ ասեմ Գարեգին II իմ կարծիքով ինքը վախվորած անձնավորություն է կներեք, որ այսպես եմ ասում, երբեք քաղաքականության ինքը հայտ չի ներկայացնում, կողքից պաշտպանում է այսպես Բագրատ Գալստանյաններին եւ ինքը խոցելի է։ Դրա համար ես կարծում եմ նա կգնա լռության ճանապարհով, ել չի խոսի, բայց այստեղ նա ունի մեկ լուրջ խնդիր, Ռուսաստանն է կարգավորում իրենց գործունեությունը եւ եթե ստիպեն, այսինքն Գարեգին II-ը այսպես երկու քարի արանքում է մնացել այս հարցում իմ կարծիքով։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Կողքից ձեր տպավորությունն ինչպիսին է այս ներքաղաքական պայքարը, որը գնալով սրվելու է, այսինքն մենք առաջիկա 2026-ին ընդառաջ ինչ պատկեր ենք ունենալու, արդյոք այս համապատկերում այդ այլընտրանքային ուժերը կկարողանան լսելի լինել կամ այլ խոսք առաջարկել, որը պահանջված կլինի հանրության կողմից։ Ցավոք չեմ տեսնում, որ այլընտրանքային ուժերը կմիավորվեն, այնտեղ մեծ են անձնական հավակնությունները, բացի այդ իշխանություններն էլ աշխատում են այդ ուղղությամբ, որ նրանք չմիավորվեն, որ իրենց հարմար ընդդիմությունը լինի նախկին իշխանությունների
այդ ֆորմատը, երկրորդը սրում եմ նա կանխատեսում ավելի այս հարաբերությունների, որտեղ Փաշինյանը պետք է գնա նորից եւ սպիտակով ընտրությունների, դրա համար այդ Քոչարյանի ֆիգուրել չի աշխատում, ժողովուրդը հասկացել է ինչա կատարվում, նոր սև պիտի գտնեն։ Դա եկեղեցին է կարելի։ Դա եկեղեցին է։ Ես չեմ ասի եկեղեցին, հուսով եմ Փաշինյանը առանձին հոգեվորականներին է թիրախավում, համդես իր որոշ գրառումներ ցույց են տալիս, որ ինքն ասում է եկեղեցու դեմ չեմ խոսում, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց հիմա այո, այդ սևի մեջ տեղավորվելու են այս առանձին հոգեվորականները։ Տարածաշրջանային վերջին լուրերին անդրադառնանք, Իրանի նախագահը եւ Ալիևը հայտարարել են, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում շրջադարձային պահ է լինելու։ Դուք ենթադրելի է ձեր համար ինչ մասին է խոսքը։ Ինչ շրջադարձի մասին կարող է խոսք լինել Ադրբեջան-Իրան հարաբերություններում։ Եկեք սկսենք ԱՄՆ-Իրան հարաբերություններից։ Ես միշտ նշել եմ, որ եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորեն, արևմուտք-Իրան, դա մեզ համար լավ է։ Բայց ես տեսնում եմ, որ Իրանի հոգևոր առաջնորդները, իդեպ նկատում եք բոլոր երկրներում հոգևոր առաջնորդների վրա է Ռուսաստանն իր քաղաքականությունը հիմնավորում, եւ ես դրա փաստերը կարող եմ ներկայացնել, խոսել եմ Սեդատ կոչվող կառույցի մասին, որը միլիարդավոր դոլարները այաթոլլային պատկանում եւ ռուսները այնտեղ մեծ ազդեցություն ունեն։ Ակնհայտ է, որ աշխարհիկ իշխանությունը փորձում է կարգավորել հարաբերությունները, բայց այդտեղ մեծ հակազդեցություն կա։ Եթե հաղթեն պահպանողականները այս պայքարում արևմուտքի հետ հարաբերությունների նորմալիզացման, դա վատ կլինի եւ ելի այդ 3+3 հարթակում նախկին Ռայիսի տեսակետը, որ այո, մենք միայն տարածաշրջանային երկրներով, դա կհաղթի։ Կարծում եմ Ալիևը դա էր ակնարկում, տեսնելով, որ որևէ առաջընթաց չկա Իրան-ԱՄՆ բանակցություններում եւ այնօրն էլ Էրդողանը հասկացրեց, որ Իրանը մնում է համաձայնվի, ուղղակի դա կարմիր գիծ է Իրանի համար, արդյոք դա հոգևոր առաջնորդները հասկանում են, թե իրենց օլիգարխիկ շահերն են պաշտպանում, ինչպես էստեղ, ես չեմ կարող ասել։ Իսկ եթե արևմուտք-Իրան հարաբերությունները կարգավորվեն, ինչը Իրանի շահերից բխում է, որտեղ Իրանը կունենա ելք արտաքին աշխարհ եւ տնտեսությունը կշնչի։ Ուրեմն մենք կունենանք այլ իրադարձություններ, օրինակ Հնդկաստան, Հայաստան, Իրան, Վրաստան, Սևծով ճանապարհը, կդառնանք տարանցիկ երկիր գազի տեղափոխման համար Թուրքմենստանից, բայց քանի որ Տրամպը ինքը հետևողական չի իր քաղաքականության մեջ, ցավալիորեն ես չեմ պատկերացնում, որ այնպեսի ճնշում լինի Իրանի վրա, որ Իրանը գնա միջուկային գործարքի։ Ես կցանկանամ նաև Հայաստանի շահի տեսանկյունից եւ Իրանի ժողովրդի բարեկեցության, որ ճնշումներ լինեն, որպեսզի Իրանը ստորագրի։ Եթե ոչ, կունենանք Ռայիսի նման Իրան, որը ճիշտ է, չի թողի այդ կարմիր գիծը հատվի, բայց այնքան ուժեղ չի լինի, որ կարողանա դրա դեմ պայքարել եւ ելի կունենանք ոչ անվտանգ միջավայր Սյունիքում։